Երևանի Աչափնյակ համայնքում տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ սպանության փորձի, խուլիգանության եւ հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով, հայտնում է գլխավոր դատախազությունը։ Նշված անձին ձերբակալելու որոշում է կայացվել։ Փետրվարի 18-ին հնչած կրակոցների հետևանքով 7 մարդ վիրավորումով հոսպիտալացվել էր, որից մեկը մահացել է։ Արշակարգեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերն արհեստական բանականությամբ են ստեղծված, հայտարարում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Ըստ նրա, տեսանյութն ուղարկվել էր միջազգային փորձաքննության 5 տարբեր երկրներ, ստացվել է 3-ի՝ Ռուսաստանի, Սերբիայի եւ Չեռնոգորիայի փորձագետների պատասխանները, որոնց համաձայն տեսանյութն իրական չէ։ Քննչական կոմիտեի փորձագետը մինչդեռ եզրակացրել է լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։ Ինչ վերաբերում է արշակարգեպիսկոպոսին առնչվող քրեական վարույթին, այն դեռևս նախաքննության փուլում է։ Այս ընթացքում նրա մասնակցությամբ որևէ վարույթային կամ քննչական գործողություն չի իրականացվել։ Մետրոպոլիտենի Աչափնյակ կայարանի կառուցման նախագծային բոլոր փորձաքննություններն արդեն անցկացվել են, այսօրվա ասուլիսում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Ըստ նրա, եթե ոչ այս տարվա ավարտին, ապա արդեն 2027 թվականին շինարարության մրցույթը կանցկացվի։ Եվրամիության դեսպանները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ, որը կարող էր ներառել ռուսական նավթի արտահանման վրա ամբողջական ծովային ծառայությունների արգելք։ Եվրամիությունը ցանկանում էր պատժամիջոցների փաթեթն ընդունել Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժման 4-րդ տարին լրանալուն ընդառաջ։ Ենթադրվում է, որ դեսպանները եւս մեկ անգամ կհանդիպեն փետրվարի 23-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Թուրքիայում դեսպան է նշանակվել։ Նա Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մարտից, իսկ 2011 թվականից եղել է Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի հարցերով արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչը, ներկայացնելով Ռուսաստանը Մերձավոր Արևելյան քառյակի բանակցություններում։ Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը շուտով կվերանվանվի ԱՄՆ նախագահի անունով։ Ֆլորիդայի հանրապետականների կողմից վերահսկվող օրենսդիր մարմինը հաստատել է օրինագիծը, որով Palm Beach-ի միջազգային օդանավակայանը կվերանվանվի նախագահ Դոնալդ Թրամփի միջազգային օդանավակայան։ Palm Beach օդանավակայանը գտնվում է Թրամփի Mar-a-Lago նստավայրից մի քանի րոպե հեռավորության վրա։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների Թրամփը փորձել է նաև իր անունով վերանվանել Նյու Յորքի Penn կայարանը եւ Վաշինգտոնի Դալեսի միջազգային օդանավակայանը, սակայն այդ նախաձեռնությունները մերժվել են։